բնական նորմալ քաղաքական process։ Ջեյդի Վենսը աջակցություն հայտնեց Ռուսաստանից վերադարձած Ալեն Սիմոնյանը այսօր ակնհայտ մեղմ տոներով էր խոսում, այսպես Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին, ինչ է կարծում, սա ընտրությունների հետ կապ ունի, իրենք հասկացել են, որ ռազմավարական դաշնակցի այստեղ Հարավային Կովկասում Գիտեք, եկեք ավելի բան ասեմ, էլի առավոտից իրիկունս տեղից գոռում են, մեզ մեղադրում են հիբրիդային պատերազմի, ռուսի ագենտներ, չգիտեմ, ռսա ինչ են ասում, հասնում են Կրեմլի շրջակայքում, սկսում են այնտեղ կոշիկներ լիզել, ու ինչ ստեղ ասել են, ամբողջությամբ փոխել ու հակառակ ասել, ես են սրանք, այսինքն գան այստեղ խոսան, հենց Լավրովը կլինի օգտեն, տեսնեն սկսել լիզել։ Այն որ հիշում եք մի ժամանակ ամբիոնից ասում էր լիզում են իսկական լիզո իրանց համար միջալոց իշխանությունը պահելու համար հեչ տարբերություն չկա Մակրոնի կոշիկները կլինի Ալիևի Էրդողանի թե Լավրովի այսինքն լիզելու բանը լինի իրանք այդ անում են իրենց իշխանությունը պահելու համար եթե դա օգնելու է իրենց իշխանությունը պահելու իրանք ամեն ինչի պատրաստ հիմա այս ինչ է դա բանը Պաստորեն Վենսը հայտնեց Փաշինյանին, բարեկամ կոչեց, ասեց մեր բարեկամ վարչապետը, նաև ընտրությունները հիշատակեց։ Այս աջակցությունը, որ ԱՄՆ-ից ունի, Եվրամիությունից ունի, ինչ հնարավորություններ ունի այս դեպքում ընդդիմությունը իշխանափոխություն անելու։ Գիտեք, Հայաստանում իշխանությունը ձևավորում է հայ ժողովուրդ։ Ամենակարևոր բանը չունի ժողովրդի աջակցությունը։ Հիմա պարզ է, որ Էրդողանն էլ հիմա Ալիևը ընտրակաշառք է բաժանում, դարել է Նիկոլ Փաշինյանի նախընտրական շտաբի պետը, ցորային, չգիտեմ, բենզին, այս առաջիկայում նոր բաներ կուղարկի, այսինքն ինչ կա, այդ առևտուր չի, դա ուղիղ ընտրակաշառք է, որի դիմաց վճարելու ենք տարածքով եւ արյունով։ Այդ անելու են, բայց այդտեղ խնդիրը հետեւյալն է, մեր ժողովուրդը ընդունելու է դա թե ոչ եւ արդյոք ժողովուրդը աջակցելու է թե ոչ եթե ժողովուրդը չաջակցի ես կարծում չի աջակցելու ով դրսից ասում են արժևում կգնքվի Վենսը եկավ Հայաստան դա ժողովրդին խաբելու միջոց է Նիկոլ Փաշինյանը խաղաղության օրակարգ չունի Ինդիա կառավարման 8 տարիների 5 տարիները շարունակ եղել են զիջումների, կորստի ու ողբերգության տարիներ, իսկ վերընտրվելուց հետո շարունակելու հանձնել, երբ որ իրանցից մեկին տեսնեք, խնդրում եմ ուղիղ հարցրեք, այն որ ասել եք Հայաստանի տարածքում տիրապետության տակ կան ադրբեջանական տարածքներ, խոսքը ինչի մասին է, իսկ արդյոք պատրաստում եք օրինակ Տիգրանաշենը հանձնել, մարդը ուղիղ հայտարարել է, չէ, եթե վերընտրվեմ, հանձնելու եմ Հետևաբար ինչ խաղաղության օրակարգի մասին է, դա հերթական զիջումների շարունակական հանձնելու, ասել են արդեն այդ մասին, ու այնքան խիստ է եղել այդ պահանջը, որ չեն կարողացել թաքցնել։ Հիմա առաջիկայում կհրապարակեն Սահմանադրության տեքստը, կփորձեն Ալիևին վստահեցնել, որ հանգիստ եղի, ինչ ասել ես, հետևողականորեն կատարում են։ Ես չեմ բացառում, որ պայմանագիրը ստորագրեն, որ փաթաթեն հաջորդ խորհրդարանի վրա եւ ասեն տեսեք խաղաղությանը մոտ ենք, բայց պետք է հասկանանք Նիկոլ Փաշինյանը խաղաղության թշնամին է։ Ես եմ շնորհակալ։ Արշավում ակնհայտ է եւ իր օրվա այսպես ասած կեցպատարակներ ցույց տվեց, որ նա հանրային աջակցություն ունի, արդեն շատ գաղտնի պայմաններում է գնում, որպեսզի անգամ թիմակիցները չգնան։ Սա է ցուցիչ, որ հանրային աջակցություն այս հարցում եկեղեցու դեմ հարցում չունի եւ ըստ փորձագետների ասում են, եթե ինքը տապալվի այս եկեղեցու դեմ արշավում, դա նաեւ ընտրական գործընթացի վրա կազմի, այսինքն մեսիջ կլինի բնակչությանը, որ ինքը չունի աջակցությունը։ Գիտեք, այն որ եկեղեցու հարցում հանդիպե այդ ակնհայտ է, այն որ այդ շրջիկ թափառախումբը չի կարողանում մարդ գեներացնել բացի ինչ-որ շատ նեղ քպեական շրջանակներից, դա եւս ակնհայտ է, որտեղ իրոք դժվար է հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ պայքարել ու հաջողել, բայց որ ինքը շարունակելու այդ պայքարը փորձելու է հատկապես Վենսի այցից հետո նոր զարգացումներ լինի այդ ուղղությամբ, դա եւս կանխատեսվող է, որ ինքը դա որքան կարողանա շարունակելու է, որովհետեւ դա Ալիևի հերթական
պահանջներից մեկն է, ու սա ամենևին չափազանց։ Հնարավոր է ազգային ժողովը նաև այս ամեն ինչին խառնվի։ Դե այստեղ փորձում է, ծանոթ եմ, այստեղ փորձում է պատասխանատվությունը նաև ազգային ժողովի վրա դնել, ու ԿՊ խմբակցությանը եւս ամբողջությամբ ներգրավել այս հակաօրինական պրոցեսի մեջ։ Կարող է այս հարցը Չեմ բացառում, ինչ ասես իրենք սահմանադրական կարգ էս իմաստով վաղուց տապալել են, իրենց բոլոր գործողությունները հակաօրինական են, հետևաբար այն որ վաբանկ վիճակ է, էլի շարունակելու են ինչ կարող են այս ուղղությամբ անել։ Վենսի այցից առաջ իրենք փորձել են այս թեմաները։ Այո, որովհետև մի շարք բաներ հաշվի առնելով։ Մերսի։